Վրաստանի կառավարությունը որոշել է սահմանել զգալիորեն բարձրացված մաքսատուրք 6 տարուց ավելի հին մարդատար ավտոմեքենաների ներմուծման համար։ Նոր մաքսատուրքերը կարող են մի քանի հետևանք ունենալ հայկական շուկայի համար։ Եթե ներմուծողներն ավելի բարձր մաքսատուրք վճարեն, այդ ծախսը մեծ հավանականությամբ կներառվի մեքենաների վաճառքի գնի մեջ։ Որոշ հայ գնորդներ կարող են սկսել ավելի ակտիվ դիտարկել այլ տարբերակներ՝ Եվրոպայից ուղիղ ներմուծում, արաբական երկրներից մեքենաներ, ինչպես նաև Միացյալ Նահանգներից աճուրդով ձեռք բերված մեքենաների տարբերակներ։ 2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 14%-ը բաժին է հասել արևային կայաններին։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ։ Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատով, և այս թիվը շարունակաբար աճում է։ Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45%։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության հարկային կոմիտեի նախագահ Ֆարուխ Պուլատովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը։ 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2.263.642 զբոսաշրջիկ։ ԱՊՀ երկրներից Հայաստան է այցելել զբոսաշրջիկների 37.5%-ը, Եվրամիության երկրներից 15.1%-ը, մնացած 47.4%-ը մեր երկիր է ժամանել այլ երկրներից։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողության առաջին շաբաթում ծախսել է մոտ 11.3 միլիարդ դոլար։ Այս մասին հղում անելով աղբյուրներին հայտնել է The New York Times թերթը, ներկայացնելով Պենտագոնի տվյալները։ Այս ցուցանիշը չի ներառում տեխնիկայի տեղակայման ծախսերը մինչև գործողության մեկնարկը՝ փետրվարի 28-ը։ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը զգալիորեն անդրադարձել է Գերմանիայի բնակիչների ծախսերի վրա։ Երկրում վառելիքի գների աճը լուրջ հարված է հասցրել քաղաքացիների բյուջեին։ Բարձրորակ դիզելային վառելիքի 1 լիտրի արժեքը հասել է մոտ 2.4 եվրո, ինչը դժգոհություն է առաջացրել վարորդների շրջանում։ Պարսից ծոցի երկրների նավթարդյունը հանող ընկերությունները կորցրել են մոտ 15.1 միլիարդ դոլարի հասույթ Հորմուզի նեղուցով նավագնացության փակման պատճառով։ Փորձագետների գնահատմամբ ամենալուրջ հետևանքները կարող է կրել Իրաքը, որի բյուջեի եկամուտների շուրջ 90%-ը ձևավորվում է նավթարդյունահանումից։ Կատարն ու Քուվեյթը նույնպես կարող են բախվել բացասական ազդեցության, սակայն կարճաժամկետ հեռանկարում կարող են օգտվել իրենց սուվերեն ֆոնդերից։ Հայաստանի արտաքին առևտրի համար անցած տարին հեշտ չէր։ Ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն նվազել են մոտ 30%-ով։ Թվերը առաջին հայացքից կարող են մտահոգիչ թվալ, հատկապես այն դեպքում, երբ արդյունաբերության աճը ամբողջ տարվա կտրվածքով կազմել է ընդամենը 4.7%։ Սակայն իշխանությունները այս ցուցանիշների մեջ այլ պատկեր են տեսնում, պնդելով, որ տնտեսությունը աստիճանաբար հրաժարվում է արտաքին գործոններից կախված աճից և փորձում ձևավորել իրական արտադրական հիմքեր։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դուրս է գալիս օտարածին և ոչ իրենից կախված գործառույթներից և սկսում է ռեալ տնտեսական աճ ապահովել։ Գերատեսչությունից պնդում են, թե ներկայում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը գործում է իր իրական արդյունաբերական պոտենցիալով։ Armenpress-ի հետ զրույցում էկոնոմիկայի փոխնախարարը հայտնում է, որ այս տարի ավելացել է նաև հայկական ծագում ունեցող արտադրանքի արտահանումը։ Այս տարվա սկզբից էլ արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 10.6%։ Ի դեպ, աճ է գրանցվել արդյունաբերության մի քանի ճյուղերում, հատկապես հանքարդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության ոլորտում։ Մենք ունենք աճ
ալյումինի արտադրության ոլորտում, այստեղ նույնպես խնդիրներ ունենք, բայց պետություն մասնավոր համագործակցության, ճիշտ համագործակցության արդյունքում մենք կարողացանք նաև Երևանի ալյումինի կանաց գործարանի առողջացնել եւ տարվա ընթացքում մինչև 30% արտահանման աճ գրանցեց նաև ալյումինի նրբաթիթեղի արտահանումը։ Ավելի վաղ կառավարությունից հայտարարում էին, թե մշակող արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության հենասյուներից մեկը։ Կառավարության սահմանած այդ թիրախին արդեն զգալի մոտեցել է երկրի տնտեսությունը։ 4.7% տնտեսական աճի 3%-ային կետը ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը, այսինքն մենք մեր արդյունաբերության մոտ 70%-ը մշակող արդյունաբերությանն է վերաբերվում, հանքարդյունաբերությունը փոքր-ինչ ավելի քիչ է, քան 20%-ը։ Այժմ էկոնոմիկայի նախարարությունը գնում է Հայաստանում վերջնական արտադրանք ստեղծելու քաղաքականության ուղղությամբ։ Այդ նպատակին աջակցում են տնտեսության արդիականացման ու պետական աջակցության ծրագրերը։ Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հունվարին նախորդ ամսվա համեմատ նվազել է 18.2%-ով եւ կազմել $54.5 միլիարդ։ Հունվարին արտահանման ծավալը հասել է ռեկորդային $302.1 միլիարդ։ Աճել են ոսկու եւ այլ թանկարժեք մետաղների, ուղևորատար ինքնաթիռների, ինչպես նաեւ համակարգիչների եւ դրանց բաղադրիչների արտահանումները։